Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես եմ ես պայծառակերպության օրը հայտնվել Մասիվի Ֆանտանում։ Երկար պատմություն է, հետո կհիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, դա շատ եմ հիշեցնելու այս տեսահոլովակում, շատ ակտուալ է, համբերություն եմ ձեզ մաղթում այս տեսահոլովակի ընթացքում, որ եղբորս աղջիկները Հայաստանում էին 3 շաբաթ, պետք է մի քիչ իրանց մասին պատմեմ, որ հասկանալի լինի, մեկը 18 տարեկան է, MGU-ում է սովորում, երկրորդն էլ 14 տարեկան է, բայց 171 սանտիմետր բոյով, կոշիկի չափսը 42, բայց քեզ այդ մեծի նման խոսում է մեծավարի, բայց պարբերաբար կարող է փուչիկ ուզի, բան այդ այնց, որ իմանաք են։ Հիմա երեխաները եկել են, 14 տարեկան է, ասում է դե առաջի անգամ մենք Հայաստանում ենք Վարդավառի օրը, պետք է անպայման գնանք, հրապարակում, այդ փրփուր եւ այլն։ Դե վատանում եմ, բայց դե չէ չունեմ, ասել է ընկերուհիս, ասում է ես չգիտեմ ոնց եմ այս օրին հայտնվել, ուղղակի ինձ անպատեհ առաջարկներ չեն արել, չէ չունեմ այդ մանավանդ այդ երեխեքի ինչ ասում են անում եմ, բայց պատարակ է, դե պայծառակերպության օրն է, պատարակ է, փոքր եկավ հետս, մեծը վախեցավ ջրելուց եւ այլն, գնացինք պատարակին մասնակցեցինք, հա ինքը պիստոլետ էր արել, չնայած իր բոյին, այդ մանկական ջրելու պիստոլետները վերցրած, չէ պատարակին մասնակցեցինք, հաղորդություն ստացանք, դուրս ենք եկել, գնացել դուրս ենք եկել, մեզ ոչ մեկ չջրեց, գնաց մեքենայից հանեց այդ իր ջրելու հրացանը բերեց, որ կրակի ոչ մեկի մեզ չկրակեց, չնայած գնացինք պտտվեցինք, մի խոսքով շատ անբավարարված եկել ենք տուն, դե պետք է գնանք հրապարակ ճանապարհին, ես հասկանում եմ, որ ես անպայման հրապարակում եմ լինելու այսօր, այս ջրոցի օրը, գալիս ենք տուն, բան պատշգամբից տեսնում եմ, որ երկրորդ Մասիվի Ֆանտանում երեխաները ինչ լավ խաղում են, ջրում են իրար, լիլ պետք է անպայման ընդ գնանք։ Մի կողմից ուրախանում եմ, որ հրապարակը չեմ գնալու էլ, մյուս կողմից էլ իրանց կամաց բացատրում եմ, որ гитեք ես մանկաբարձ գինեկոլոգ, բան, այսքան հետև որդուն եմ, ой, ասма, ты, у тебя звездная болезнь, у тебя всего 50 тысяч подписчиков, ты же не Майкл Джексон все-таки. Սրտնեղում եմ ահավոր, ճիշտ հայերեն խոսում են, Շահումյանի բարբարով, հղլղորել բառնել միջև ասում են, իրանց բառը պաշարում, բայց ուզում են իրանց ուզածը լինի ռուսերեն, ուրեմն ես չգիտեմ ոնց եմ հագնվում, դուրս գալիս տնից գնում, մի անգամից մտնում Ֆանտան, այնքան նեղված եմ ում, չգիտեմ ինչից եմ այդքան նեղվում, որ ինձ թույլ եմ տալիս ինձ հետ տենց խոսան, թե որ ես իրոք ընդամենը 50,000 հետևորդ ունեմ, թե որ ես իրոք Մայքլ Ջեքսոն չեմ, մի խոսքով իրանք էլ հետևիցս գալիս են, իրանց պատմելով հետո գալիս են, տեսնում են իրանց հորքուրը մտնում է Ֆանտան, իրանք զարմացած կանգնած են լինում, իրանց էլ իմ հետևից են բրդում, դե արդեն պայծառակերպած լիքը մարդիկ են լինում այդտե, իրանց էլ են բրդում, ուսում ենք, սկսում ենք խաղալ։ Այդ ասեմ, որ շատ հաճելի է իհարկե Ֆանտանում գտնվել ու խաղալ ջրոցի, այդ իմացա, որ այդ տարիքային խմբում ես հետևորդ չունեմ, որովհետև ինձ, դե միջև էլ գիտեի, որ ինձ 65 պլյուս են մեծ մասամբ պլյուսում, մեծ ազատ տատիկներ ու պապիկներ, որ շատ ուզում են իմ նման աղջիկ ունենան, տղա ունենան, թոռ ունենան, հարևան ունենան, ոչ թե կոնկրետ իմ նման է, ես քանի որ ձգտել եմ աստվածանման լինել, իրանք էլ են ուզում տենց որ դուք էլ այդ հնարավորություն ունեք, բայց այդտեղ հետևորդ հաստատ չունեմ, որովհետև ինձ նենց էին ջրում, ոնց որ թե ես նախորդ օրը իրանց տները այրած լինեի։ Ես էլ իրանց սկսեցի տենց ջրել։ Մի խոսքով դե ժամացույց բան չենք վերցել, հեռախոս բան չունենք, լավ խաղացինք, 50 տարեկանում հոգնում ես այդ ջրոցի խաղալուց, վեր կացա, որ այդ նստարանին նստեմ, այդ նստարանին նստելիս էլ շալվարս է պատրվում, Դախում եմ շալվարը կուլտուրական բարով ասեմ, ուրիշ տեղս հասկանանք, կոնկրետ շալվարս պատրվում է, մի քանի վայրկյան նստում եմ մտքիս մեջ, ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի 21 տարվա լավագույն կլինիկաների շողքը բերած հասցրած Հայաստան, բայց չեմ հասցնում անգամ մտքիս մեջ հետ ավերտեմ, ինձ սկսում են էլի ջրել, 50 տարեկանի լավ այնա, որ մորանում ես, շուտ մորանում ես, մորացել եմ, որ շալվարս ճղված է, մի կես ժամ էլ երևի ճղված շորերով եմ խաղացել, հետո մի մոմենտ լսեցի, որ Սվետային մի տղա ասում է, վայ քույրիկ ջան, ասում է, բայց դուք շատ սխալ եք արել, որ սպիտակ շորերով եք եկել, նա մենք տեսնում ենք Սվետան կիսամերկ, որտեղ սպիտակ շորերը թափանցիկ, նա մենք տեսնում ենք երեքս էլ սպիտակ շորերով ենք, մի խոսքով մի կես ժամ էլ տենց շորերով ենք խաղում ու վերադառնում,
թրջած մկան պես, չգիտեմ ինչքանով ես այդտեղ պայծառակերպվեցի, ինչքան մեղք թողեցի ես այդ մասիվի ֆանտանում, մենակ այդ գիտեմ, որ ոնց որ թե աստղայինից բուժված պիտի լինեմ։ Մենակ նենց արեք չսերանա մոտս հիվանդությունը։ Բայց լավ օրը պայծառակերպության տունը մեծ տուն է։ Երևի գիտեք, որ Աստված իր 3 աշակերտներին վերցրել է, սարն է բարձրացել, այնտեղ աստվածանման է դարձել, սկսել Եղիայի, Մովսեսի հետ խոսել, պահք ունի, դրանից առաջ այդ մի շաբաթվա պահք չէի պահել, ընկել էի հյուրերով եւ այլն։ Մեծ տուն է, ու համահայկական է, որովհետև դարել է մեր հին հայկական տոնն էլ վարդավառն էլ նախաքրիստոնեական միացրած, շատ գեղեցիկ տոն է, տեսեք ինչ սիրուն աղվես է, եթե տեսնեմ կարամ ձեզ ցույց տամ, ահա, ուղղակի մեր մոտ է գալիս, որ ձեզ տեսա եկել է նկարվի, բարևս է, լավ օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։